Լինել այսքան մոտ, բայց չհասնել նպատակին, սա մեղմ ասած հիասթափություն է, որը զգում է Արարատ Արմենիայի յուրաքանչյուր ֆուտբոլիստ ու մարզիչ։ Մեր թիմին չհաջողվեց գրավել Ցելիեի ամրոցը։ Հայաստանի չեմպիոնը լավ ֆուտբոլ խաղաց մինչև 83-րդ րոպեն։ Ամեն ինչ գրեթե իդեալական էր, մենք դիմակայությունում առջևում էինք, բայց ֆուտբոլն 90 րոպե է։ Ամեն ինչ այնքան վատ չէր, նույնիսկ մրցակցի խփած առաջին գնդակից հետո, բայց ֆուտբոլային լեզվով ասած Արարատ Արմենիան քնեց եւ Ցելիեն խփեց նաեւ երկրորդ գնդակը։ Արդյունքում զիջեցինք 0-2 հաշվով եւ մեր մրցակիցը Ցելիեն Եվրոպա լիգայի փուլում է, իսկ մենք պայքարը կշարունակենք եւ կփորձենք գոնե Եվրոպա լիգայի փուլ դուրս գալ։ Խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչն ասաց, որ Արարատ Արմենիան արժանի չէր պարտության։ Այս խաղը հստակ ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը։ Մենք ունեինք պահեր, բայց սա ֆուտբոլ է։ Երբ դու չես օգտագործում քո հնարավորությունները, մրցակիցը պատժում է։ Ամեն դեպքում իմ ֆուտբոլիստները ֆենոմենալ էին։ Նրանք պայքարեցին մինչև վերջ։ 2-0 հաշիվը չի արտացոլում այս խաղի ընթացքը։ Ավելի արդար կլիներ, որ գնայինք լրացուցիչ ժամանակ։ Խաղից հետո իմ ֆուտբոլիստերին ասել եմ, որ ինձ համար մեծ հպարտություն է աշխատել նրանց հետ։ Նրանք արեցին այն, ինչ ես ուզում էի տեսնել։ Խաղին նվիրվեցին ու պայքարեցին մինչև վերջին վայրկյանը։ Այսպիսի պարտությունից վերականգնվելը շատ դժվար է լինելու։ Հիմա իմ խնդիրն է տղաներին կրկին վերադարձնել խաղ։ Առաջիկայում կարևոր հանդիպումներ կան։ Արարատ Արմենիան Ցելիեն լքում է պարտված, բայց երբեմն պարտությունները մարզիկներին ավելի ուժեղ են դարձնում։ Հուսանք մեր չեմպիոնը կկարողանա հավաքվել եւ առաջիկայում ավելի գեղեցիկ եւ տպավորիչ ֆուտբոլ ցույց կտա։ Առջևում կարևոր հանդիպումներ են։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն, Ցելիեից։